Ողջույն հարգելի հեռուստառադիո լսողներ, Կոդ Պուլս հաղորդման թողարկումն է եթերում։ Ձեզ հետ են Դավիթ Յուզբաշյանը եւ Շարմախ Տոնոյանը։ Այսօր կզրուցենք մարզերի զարգացման ու տեխնոլոգիական կիրառման, ինչպես նաեւ կանրադառնանք մարզերի զարգացման պոտենցիալին։ Այսօր կխոսենք մարզերի զարգացման, տեխնոլոգիական կիրառման եւ կանրադառնանք մարզերի զարգացման պոտենցիալին։ Շարմախ, ինչ ես կարծում, ինչպես կարող են մարզերը վերածել տնտեսական հաջողության կենտրոնների եւ ինչ տարբերակներ ես դու որպես մարզում բնակվող պատկերացնում։ Նախ կարևոր է ստեղծել բարենպաստ ներդրումային միջավայր ներդրող գործընկերների համար։ Հիմնականում մեր ներդրումային կենտրոնը կարելի է համարել Երևանը եւ այդ տեսանկյունից մարզերը տուժում են եւ այստեղ անհրաժեշտ է ապա կենտրոնացում։ Իսկ մարզերում պետք է այդ հարցը քննարկվի տեղական իշխանությունների կողմից, թե ինչպես իրեն կարող են արտոնյալ հարկային օրենքներ մտցնել եւ ավելի գրավիչ դարձնել միջավայրը ներդրողների համար։ Շատ լավ, կարծում եմ իրականում բացի տեղական իշխանություններից նաև շատ մեծ դեր ունեն տեղում գործող բիզնեսները, որոնք որ անհրաժեշտ է որ շատ ներդրումներ ներգրավեն, աճեցնեն իրենց բիզնեսները ու կարողանան ավելի լավ պոտենցիալ ստեղծեն մարզում, թե նոր աշխատատեղերի տեսքով, թե աշխատանքային միջավայրի բարելավման տեսքով, հա։ Մարզում, Շիրակի մարզում տնտեսական ցուցանիշները կարելի ասել ինքը ավելի շատ կանգնած է մեջտեղում, այսինքն ոչ շատ առաջ է գնում, ոչ շատ հետ է գնում։ Մենք ունեցանք շրջան, երբ որ տնտեսությունը արագ աճ գրանցեց, դա այն ժամանակաշրջան էր, երբ որ IT ոլորտը ավելի շատ, տեխնոլոգիական լուծումները ավելի շատ սկսեցին մուտք գործել մեր առօրյա, բացվեցին Գյումրիում ավելի շատ ընկերություններ, նոր աշխատատեղեր, դա այն ժամանակաշրջան էր, երբ որ Գյումրիի համար էլ շատ կարևոր քայլ եղավ հենց մարզի զարգացման համար ու կցանկանայի օրինակ առանձնացնել 3 հիմնական ոլորտներ, որոնք որ շատ կարևոր են նաև հենց մեր տնտեսական շարժիչ ուժը պահելու համար։ Մենք ինչպես գիտենք, դա թեթև արդյունաբերությունն է, ինչը որ նաև Սովետ միության տարիներին եղել է Հայաստանում, Գյումրիում ու ամենամեծերից էր։ Դրա շնորհիվ ավելի մեծ հնարավորություն կար, որ Գյումրիում թե մեծ ու շատ աշխատատեղեր էին բացվում, թե հնարավորություն կար, որ նոր գործարաններ էին վերաբացվում, ինչը որ մեծ ուղիղ ազդեցություն էր ունենում հենց տնտեսությանը։ Կարծում եմ նաև ամենակարևորներից դա գյուղատնտեսությունն է, ինչի արդյունքում որ հատկապես հացահատիկի ու կարտոֆիլի մշակմամբ շատ են զբաղվում Շիրակի մարզում։ Դրան եւս պետք է շատ ուշադրություն դարձնել ու օգտագործել թվային լուծումները եւս գյուղատնտեսության մեջ ավելի արագ ու հավասարաչափ զարգացում ապահովելու մեջ, նաև ծառայությունների ոլորտը։ Ծառայությունները այս պարագայում ունենք, որ երկու ուղղության են բաժանվել ամենաստրատեգիական ու կարևորներից։ Ինձ համար դա զբոսաշրջությունն է եւ IT ոլորտը, որովհետեւ երկուսն էլ շատ մեծ պոտենցիալ ունեն հենց Շիրակի մարզում, որովհետեւ մենք գիտենք մարզում ինչքան գեղեցիկ տեղեր կան, որ զբոսաշրջիկները կարող են գալ, գնալ, տեսնել, նաև ամենակարևորներից մեկը դա մեր մշակույթի պահպանումն է ու ներկայացումն է մեր օտարերկրյա հյուրերին, իսկ IT ոլորտի զարգացումը վերջի տարիներին մեծ թափ է հավաքել ու քանի որ շատ նոր ընկերություններ կան բացված, նույն Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, հա, ու քաղաքում այլ նաև ընկերություններ կան, որոնք որ առանձին որպես մասնաճյուղեր են հանդես գալիս ու նոր աշխատատեղեր ստեղծում։ Կարծում եմ այս հիմնական կետերն են, որոնք որ ու 3 են հիմնական ոլորտներն են, որոնք պետք է զարգանան մարզում ու պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք, քանի որ իրենք թե մեզ համար աշխատատեղ են ստեղծում, թե ազդում են ուղիղ ազդեցություն են ունենում տնտեսական աճին ու նաև մարզի զարգացվածության աստիճանին, հա։ Ինչ կարծիքի ես Շարմաղ այս թեմայի վերաբերյալ։ Համենայն դեպս մենք վերջին տարիներին ականատես եղանք քո նշած ոլորտների զարգացմանը Գյումրիում, հատկապես տեխնոլոգիական ոլորտում, հատկապես զբոսաշրջությունում, բայց գրեթե զարգացումը չի կատարվում, ինչպես նշեցիր, համաչափ տարբերակով, քանի որ մենք կենտրոնանում ենք ինչ-որ ոլորտներում եւ սկսում ենք շատ կենտրոնացնել եւ մեր մարդկային ռեսուրսները եւ մեր ֆինանսական եւ այլ ռեսուրսները, որը կարծես թե քաղաքը թողնում է կամ առհասարակ մարզը դարձնում է ոչ բալանսավորված։ Իսկ այս տեսակետը սխալ է, քանի որ եւ ոլորտն է լճանում եւ այլ ոլորտներն էլ բաց են մնում եւ
անհրաժեշտ մասնագետները այլևս չեն ունենում, քանի որ սա ազդում է նաև սերունդների վրա, թե իրենք ինչպես են իրենց մասնագիտությունը ընտրում։ Շատերը վերջին տարիներից իրենց ուղղությունը կենտրոնացրեցին դեպի ծառայության ոլորտների եւ տեխնոլոգիական IT, ծրագրավորում եւ նման մասնագիտություններ ընտրելով շատ ոլորտներում մնում են չկան մասնագետներ համապատասխան, որպեսզի մարզը ունենա եւ այդ մասնագետները լրացվի։ Սակայն այս տեսակետը նաեւ քննարկելիս պետք է հաշվի առնել այն կարծիքը եւս, որ չունենք նաեւ համապատասխան վերահսկողություն ինչ որ ոլորտներում։ Օրինակ, զբոսաշրջությունը Գյումրիի համար մի քանի տարի առաջ գրեթե անլսելի մի բան էր։ Մենք երբևիցե չենք տեսնի ինչ-որ տուրիստների, մանավանդ հետաքրքիր է, որ Գյումրիում տուրիզմը զարգացավ ոչ միայն դրսից գալացող տուրիստներով, այլ նաև մենք ունենք շատ տուրիստներ հենց մեր երկրից, որը եւս խոսում է թե արտագնա ու ներքնատուրիզմի Այո, որը շատ գեղեցիկ է իր բովանդակությամբ, որ Գյումրին այդքան գրավիչ է դարձել ոչ միայն օտարերկրացիների համար, այլ նաև տեղացիների համար, բայց արդյոք մեր բոլոր ծառայության ոլորտի մասնագետները տիրապետում են համապատասխան գիտելիքների եւ ճիշտ մոտեցում են ցուցաբերում, արդյոք ճիշտ է, որ քաղաքը մենք սկսում ենք վերածել սրճարանների, անընդհատ բացելով նոր սրճարանների իրարից այդքան շատ չտարբերվող թեմատիկայով եւ իրականում սա մի կողմից ստեղծում է աշխատատեղեր, մի կողմից էլ փոխում է լուրջ մշակույթ, բայց արդյոք խնդիրներ իր հետ չի բերում, որ մենք սկսում ենք էլի մեր Գյումրին վերածել ինչ-որ չափով Երևանի սրճարաններով ողողված եւ ամեն այլ հյուրանոցներով, որովհետեւ շատ մեծ քանակի հյուրանոցներ նաեւ վերջի տարիներին բացվել են հենց Գյումրիում։ Իրականում դա շատ լավ է մի կողմից, որ նոր աշխատատեղեր են, հյուրերը օրինակ նույն շաբաթ-կիրակի օրերին քաղաքում շատ են։ Կարծում եմ հենց այս ամեն ինչի հետ մեկտեղ, բայց մենք մի փաստ եւս պետք է հաշվի առնենք, որ գործազրկության մակարդակն է այստեղ ավելի բարձր համեմատած մյուս մարզերի կարելի ասել, որովհետեւ Գյումրին համարվում է Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքը ու բնակչության թվով պայմանավորված նաեւ այստեղ շատ է գործազրկության մակարդակը ու շատ մարդիկ դեռ չունեն իրենց աշխատակը, շատերը գնացել սովորել են բարձրագույն կրթություն ունեն, բայց եւս չունեն, հա, կամ գնում են քաղաքից, գնում են Երևանում սովորելու, Երևանում աշխատելու կամ ուղղակի երկրից են գնում, ինչը իմ կարծիքով պետք է կանխել ու պետք է հասկանալ, թե ինչ մեթոդներով կարելի է այդ ամեն ինչը իրապես ձևափոխել, ունենալ, որպեսզի մեր արտադրողականության, մեր հիմնական գիտելիքի այդ ուժը տեղում օգտագործենք ու կարողանանք տեղում սպառենք, ոչ թե տանենք դուրս, ինչը մեծ խնդիր է նաև, հա, ու նաև այստեղ ունեմ ես վիճակագրական տվյալ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալներով, որ Շիրակի մարզում գործազրկության մակարդակը զգալիորեն բարձր է համեմատած երկրների միջին ցուցանիշների հետ։ Եթե ավելի բարձ բառերով փորձենք իրեն ներկայացնենք, ամեն 100 բնակչից 20%-ը կամ 20 հոգին աշխատանք չունի ու գործազուրկ է։ Դա իրականում շատ մեծ խնդիր է Հայաստանի համար, հենց Շիրակի մարզի համար, բայց մենք ունենալով նաև այդ պոտենցիալը, ունենալով շատ գործարաններ, որոնք այս պահին նաև չեն աշխատում, ունենալով շատ մեծ պոտենցիալ թե մասնագիտական, թե մենք գիտենք, որ նաև Շիրակի մարզի բնակչությունը ինչպես աշխատասեր ժողովուրդ են, հա, եւ իրենք փորձում են ադապտացվել այս շուկային, փորձում են գնալ առաջ, կարծում եմ ինչ որ մի շրջան կգա, որ կկարողանանք անցնել այդ շեմը ու հուսով եմ, որ թիվը ավելի կպակասի ու կունենանք ավելի լավ ցուցանիշներ, քան ներկապահին ներկայացված են։ Այո, Դավիթ, համաձայն եմ եւ քաղաքն ունի մեծ պոտենցիալ զարգացման եւ մարդիկ են լրիվ պատրաստական։ Երբ խոսում ենք առհասարակ մարզերի զարգացման մասին, պետք է միշտ հիշել, որ համառությունը եւ վճռականությունը ամենակարևոր բաղադրիչներն են։ Ամփոփելով, հա, հիմնական մեր թեման, կարծում եմ 3 հիմնական մաս կարելի է առանձնացնել թեմայից, թե ինչու ունենք այս խնդիրը։ Իմ կարծիքով առանձնացնելով 3 հիմնականը դա արդյունաբերական ոլորտի անկումներ, ինչի պատճառով մենք ունեցանք մեծ տնտեսական վնասներ, ներդրումների պակասը, այսինքն շատ ընկերություններ չունեն շատ մեծ ներդրումներ
ու դա մեծ խնդիր է, որովհետև չունեն շատ աշխատակազմ եւ հետեւաբար մենք ունենում ենք խնդիրներ աշխատանքի տեղավորման հարցում եւ ամենակարևորը, որը որ տարածված է այսօրվա դրությամբ, դա բնակչության արտագաղթն է, հա։ Մենք շատ ենք տեսնում, որ շատերը գնում են երկրից, ասում են դե այստեղ ապագա չենք տեսնում, այստեղ շատ վատ է իրավիճակը եւ այլ, բայց իմ կարծիքով պետք է փորձենք մենակ այստեղ, պետք է փորձենք զարգացնենք մեր մարզը, քաղաքը, երկիրը ու կարծում եմ մեզ յուրաքանչյուրիցս կախված է այդ ամեն ինչը, որ պետք է անենք ու մեր փոքր ներդրումը ունենանք մեր մարզի ու քաղաքի գյուղի տնտեսության մեջ։ Կարծում եմ սա ամփոփ տեսանկյունով կունենանք եւ թեման շարունակելով կարծում եմ մենք կարող ենք բացահայտել մեր թաքնված ներուժը նաեւ, ինչը շատ կարեւոր է։ Մենք Շիրակի մարզում գյուղերում նաեւ շատ մեծ ներուժ ունենք երիտասարդների ու լավ պոտենցիալ ունենք։ Կարող ենք նաև ֆիքսել, որ ունենք Գյումրիում ծանր արդյունաբերություն, որը ծնվել է, չեմ վախենա ասել, հենց այստեղ, ինչպես նշեցի, հա, սովետական միության տարիներին մենք ունեցել ենք մեծ պոտենցիալ ու նաև մեծ աշխատանքներ արդյունաբերական թեմայում, բայց բոլորը այս պահի դրությամբ գիտեն Գյումրին որպես մշակութային քաղաք ու քանի որ Գյումրին շատ հայտնի է իր արհեստներով, հատկապես փայտագործության, երկաթագործության, սակայն այդ ոլորտները ներկա պահին կարելի ասել նաև որ մարում են, հա, այսինքն այն վարպետները, ովքեր որ եղել են հիմա արդեն քիչ են, շատ երիտասարդներ չեն ձգտում, որ գնան ոլորտը շարունակեն, իրենք սովորեն այդ նույն արհեստները ու պահպանեն մշակույթը, կարծում եմ դա եւս խնդիր է ու այդ խնդրի վրա նաև պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել ու այստեղ հարց թե ինչ ես կարծում, Շարմախ, կարող ենք արդյոք միավորել ավանդական արհեստները ու նորագույն տեխնոլոգիաներ, այսինքն միաձուլման արդյունքում մենք ինչ կարող ենք ստանալ ու ինչը կազդի նրան, որ ոլորտը ավելի լավ կզարգանա ու կօգնի ներկայիս մասնագետներին։ Դավիթ, կարծում եմ ոչ թե կարող ենք, այլ հենց այդպես է։ Նորագույն տեխնոլոգիաների զարգացումը թույլ է տալիս արվեստագետներին ավելի ազատ լինել, ավելի հետաքրքիր լուծումներ տալ իրենց արվեստին, եւ սա մի հետաքրքիր ոլորտ է ստեղծում, ինչպես նաեւ բիզնես է դարձնում յուրաքանչյուր արվեստագետի աշխատանքը։ Սակայն սա իրենից ենթադրում է, որ արվեստագետը պետք է կարողանա տիրապետել ժամանակակից թվային գործիքներին, որը սակայն ուրախությամբ կարող եմ նշել, որ վերջերս թատրոն էի գնացել, իդեպ երիտասարդների կողմից հիմնված թատրոններ դա եւ իրենց ներկայացումը այդպիսի լուծումներ ուներ։ Իրենք թատրոնի բեմադրությունը համատեղել էին ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներով եւ հետաքրքիր արտապատկերումներ էին ստացել, որոնք լսարանի դիտորդների համար շատ իրական էին թվում, չնայած որ օգտագործված էր վիդեո տեսահոլովակներ։ Եվ Գյումրին լինելով մշակութային քաղաք եւ արդեն նորագույն տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ շատ արագ է զարգանում, IT ոլորտը կարծում եմ, որ նոր երանգ եւ նոր շունչ է հաղորդվելու արվեստին։ Այսինքն դες IT ոլորտի ազդեցությունը ներկայապահին շատ ենք զգում տարբեր ոլորտներում, շատ ենք զգում տարբեր աշխատանքների մեջ ու կարծում եմ, որ այստեղ բոլորը ունեն տանելու աշխատանք իրենց սեփական անձի հետ ինքնակրթվելու, քանի որ եթե մենք քայլում ենք ժամանակին համահունչ ու քայլում ենք նոր տեխնոլոգիաներ ուսումնասիրելով, քայլում ենք նոր գիտելիքներ ստանալով, այսինքն առաջին ամենակարևոր քայլը դա ինքնակրթությունն է։ Ոչ թե սկսենք պահանջել մյուսներից, այլ պահանջենք ինքներս մեզանից, քանի որ եթե մենք ինքնակրթվենք ու կարողանանք մեր գիտելիքները բազմապատկենք, քայլենք մեր ժամանակին համահունչ, մենք կկարողանանք արդեն թե մեր սեփական աշխատանքը ու գիտելիքները ավելի առաջ տանել, թե նաև մեր շրջապատում գտնվող մարդկանց մեր հետևից տանել, այսպիսով դառնալով որպես առաջնորդներ թե նշված ոլորտների, հա։ Վերադառնալով մեր այսօրվա թեմային, եկեք առանձնացնենք կարևորից կարևորը, որը առաջնահերթություն է մեր մարզում ու
ամենագլխավորներից է, որ պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Դա աշխատաշուկայի անհավասարությունը եւ գործազրկությունն է, ինչը կարող է հենց դառնալ մարզի դանդաղ զարգացման պատճառներից մեկը։ Եվ շարունակ ինչ կարծիքի ես, ինչու են օրինակ Գյումրիում կամ այլ մարզերում ավելի պակաս վարձատրվում մարդիկ, քան Երևանում, եթե օրինակը բերենք ընդհանուր Հայաստանի պարագայում, ու ինչ պետք է փոխվի, որ մարդիկ չուզենան գնան երկրից, որովհետև մենք քննարկեցինք կա արտագաղթի տարբերակ, երբ որ շատ մարդիկ մանավանդ մարզերից գնում են կամ Երևան, լավագույն դեպքում գոնե մնում են Հայաստանում, կամ ուղղակի երկրից գնում են, ու ինչ տարբերակներ կան, ինչ լուծման տեսակետ ես գտնում, որ կարելի է ինչ որ չափով այդ գործողություններով կամ այդ քայլերով լուծել այս խնդիրը, դա հարցնում եմ որպես մարդ, ով ապրում սովորում է այստեղ, ու ինչպես կարող ես մեկնաբանել դա։ Իսկապես սա ցավոտ հարց է մարզաբնակ երիտասարդների համար, եւ կարծում եմ, որ հիմնական պատճառն այն է, որ մեր ներդրումային ունենք ներդրումների խնդիր։ Հիմնական ներդրումները կատարվում են Երևանում եւ հիմնական առաջարկները աշխատաշուկայի հետ կապված լայն առաջարկները Երևանում են, իսկ մարզերում ունենք սահմանափակ բիզնես հնարավորություններ եւ բիզնեսներն էլ այդքան մեծ շահույթներ չեն գեներացնում, որ կարողանան իրենց աշխատողներին վճարել այնքան, ինչքան Երևանում են վճարվում։ Հետևաբար սա խնդիր է առաջացնում, որը Երևանը դարձնում է գրավիչ մարզաբնակ երիտասարդների համար, իսկ լուծումը կարծում եմ սա մի քանի տեսանկյունից ունի լուծումներ եւ որպես առաջնահերթությամբ մարզաբնակ կարծում եմ մարզեցիները պետք է լինեն շատ վճռական եւ համառ, կարողանան ինչ-որ ժամանակաշրջանում եւս դիմադրել այդ սակավ հնարավորություններին եւ կարողանան դառնալ այն մասնագետը, ով կթելադրի իր արժեքը, ոչ թե կհամաձայնվի այն աշխատավարձին, որը առաջարկում է իրեն, սա մեկն եմ կարծում, իսկ երկրորդը կարծում եմ, որ ավելի գլոբալ համընդհանուր լուծում պետք է առաջարկվի տեղական իշխանությունների կողմից, նրանք պետք է խթանեն նորարարական բիզնեսներին ավելի մեծ շանսեր տան, հնարավորություններ տան, որպեսզի բիզնեսներն էլ կարողանան ներգրավվել ավելի մեծ մասշտաբներով եւ կարողանան ավելի լավ պայմաններ առաջարկել իրենց աշխատողներին։ Շատ լավ, իրականում շատ կարևոր է դա, ու ես կարծում եմ, որ հենց մարզում ավելի շատ հնարավորություններ կան, քան Երևանում, քանի որ ունենք ապակենտրոնացման խնդիր, Երևանում ամեն ինչ կենտրոնացված է մի վայրում, կենտրոնում, բայց մարզում կամ լայն հնարավորություններ, մարզում, գյուղերում ամեն ինչ թարմ բնական չէ, եթե մենք նայենք գյուղատնտեսության տեսանկյունից, հետևաբար շատ բաներ մենք ավելի թարմ ենք ստանում, քան Երևանում, քանի որ Երևանում գործարանների միջոցով են ստանում շատ բաներ փաթեթավորված, դա նաև առողջությանը կարող է վնաս հասցնել։ Ես անձամբ շատ մարդկանց հիմա ճանաչում եմ, ովքեր որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից կամ նույն Երևանից, շատ տեղերից իրենք գալիս են մնում են Հայաստանում, նաև Գյումրիում, ու առաջին հերթին ես կուզենամ իրենց շնորհակալություն հայտնել այդ քայլի համար, իրականում դա շատ վճռական ու կարևոր քայլ է, նաև իրենց կողմից, քանի որ իրենք կարելի ասել թողել են իրենց ակտիվ մեծ լավ կյանքը ու եկել են այստեղ ինչ որ չափով շակերտների մեջ ասված զրոյից սկսելու իրենց կյանքը, բայց կարծում եմ այդ դա է քո նշած այդ վճռականությունն է, որ մարդկանց պակասում է, որովհետև երբ որ 1, 2, 3 գալիս են արդեն կարողանում են ինչ որ քայլեր ձեռնարկել մարզի զարգացման ուղղությամբ, հենց այդտեղից էլ սկսվում է մեր հաջողությունը ու հենց այդտեղ էլ թաքնված է այն մեր ներուժը, ինչը որ առաջ է տանելու մարդկանց, ու նաև տնտեսական զարգացման գործիք է հանդիսանալու։ Դե ինչ, մեր հաղորդումը մոտենում է իր տրամաբանական ավարտին, եւ հիշեցնեմ, որ մեզ կարող եք հետևել Ռադիո Վան Գյումրի 97.9 հաճախականությամբ եւ Armount TV եթերում։